Երբ սկսվում է նոր տարին, օդը կարծես փոխում է խտությունը, յուրաքանչյուր միտք եւ որոշում ստանում է այլ ծանրություն։ Շատերի համար 2026 թվականը կլինի հիմքերի վերանայման եւ ծանոթ դերերի վերանայման ժամանակ։ Որոշ նշանների համար այս տեղաշարժերը հատկապես ցայտուն կլինեն։ Հոլովակում մանրամասն կնկարագրենք 7 ընտրված նշաններին սպասվող փոփոխությունները, որտեղ կառաջանա լարվածություն եւ որտեղ կհայտնվեն բարենպաստ ազդակներ, եւ ինչը կօգնի ձեզ գիտակցաբար կողմնորոշվել այս ժամանակահատվածում ներքին հավասարակշռությամբ եւ օգուտ բերելով ձեր իրական կյանքին։ Խոյեր, տուն, որը պահանջում է քաջություն եւ ջերմություն։ 2026 թվականին ընտանիքը կդադարի լինել խոյի համար ֆոնային մտահոգություն եւ կստանձնի առաջատար դեր։ Դուք կարող եք ստիպված լինել կրել կենցաղային եւ հուզական բեռի զգալի մասը։ Սա կարող է ներառել սիրելիի խնամքը, տեղափոխությունը կամ ընտանիքի հետ ձեր շփումը վերանայելու անհրաժեշտությունը։ Սովորական իմպուլսիվ խնդիրների լուծման փոխարեն իրավիճակը կպահանջի համբերություն եւ ներբանեկատվություն, որտեղ արագ գործողությունները չեն գերակշռի, այլ աջակցությունը կազմակերպելու եւ պարտականությունները վստահելու ունակությունը։ Շատ խոյերի համար այս փուլը կհանգեցնի երկարաժամկետ առաջնահերթությունների պարզաբանման։ Ինչ եք պատրաստ ստանձնել ընտանիքի համար եւ ինչ պետք է պահեք որպես անձնական տարածք։ Այս փոփոխությունների գործնական նշանակությունը կդրսևորվի ընտանիքի ներսում նոր համաձայնագրերի կազմման, պարտականությունների վերաբաշխման եւ հնարավոր է իրական կամ ֆինանսական վերադասավորումների մեջ, որոնք կպահանջեն խնամք եւ մասնագիտական խորհրդատվություն։ Եթե թույլ տաք ինքներդ ձեզ ոչ միայն գործել, այլև օգնություն խնդրել, կհայտնաբերեք, որ տունը կարող է դառնալ ուժի աղբյուր, ոչ թե միայն պատասխանատվության։ Կշեռքներ, մասնագիտական խաչմերուկ եւ ընտրություն պահանջող աշխատանք։ Կշեռքների համար 2026 թվականը կլինի մասնագիտական որոշումների տարի, որտեղ ամենակարևորը ներքին ներդաշնակությունը պահպանելն է արտաքին պահանջների պայմաններում։ Դուք կհանդիպեք առաջարկների, որոնք հետաքրքիր են թվում, բայց պահանջում են հստակ առաջնահերթություն։ Դուք կարող եք ընտրություն կատարել կայունության եւ ավելի ռիսկային, բայց ստեղծագործական առաջադրանքի միջև։ Ձեր պայմանները պաշտպանելու ունակությունը հաճախ կլինի գլխավորը։ Մի բավարարվեք սովորական բառերով, այլ հստակ սահմանեք պարտականությունները, ժամկետները եւ փոխհատուցումը։ Աշխատանքային միջավայրում դուք հնարավորություն կունենաք զարգացնելու ձեր փորձը, մասնակցելով բարձր տեսանելիության նախագծերին կամ թիմային աշխատանքի միջոցով, որտեղ կարող եք ցուցադրել ձեր բանակցային հմտությունները։ Ուշադրություն դարձրեք պայմանագրերին։ Աննշան մանրամասները կարող են որոշել ձեր ազատությունն ու եկամուտը առաջիկա ամիսների ընթացքում։ Կշեռքի նշանի շահույթը 2026 թվականին կլինի ներբանեկատվության եւ հաստատակամության համադրումը։ Այդ դեպքում փոփոխությունները օգտակար կլինեն առանց ներքին բաժանումներ ստեղծելու։ Առյուծներ, գումար, որը պահանջում է հասուն կառավարում։ Առյուծների ֆինանսական վիճակը 2026 թվականին զգալի փոփոխությունների կենթարկվի։ Եկամտի աճը կարող է ուղեկցվել անսպասելի ծախսերով կամ կապիտալի վերաբաշխման անհրաժեշտությամբ։ Սա բարենպաստ ժամանակ է եկամուտը համակարգելու եւ հստակ ռազմավարություն մշակելու համար։ Ներդրումները, երկարաժամկետ խնայողությունները եւ հարկերի օպտիմալացումը տեղին կլինեն։ Որոշ առյուծների կառաջարկվեն նախագծեր պրեմիում փոխհատուցմամբ, բայց շահույթի մի մասը պետք է վերաներդրվի կազմակերպչական փոփոխությունների կամ պահուստների ամրապնդման մեջ։ Կարևոր է խուսափել արտաքին կարգավիճակի համար անսպասելի ծախսերից եւ ֆինանսական որոշումներին մոտենալ կայունության պրիզմայով։ Խելամիտ պորտֆելը, դիվերսիֆիկացված եկամտի աղբյուրները եւ իրացվելիության պլանավորումը կլինեն ձեր դաշնակիցները։ 2026 թվականին առյուծների համար հարստությունը կորոշվի ոչ միայն հաշվի գումարով, այլև ռեսուրսները կառավարելու ունակությամբ, ապագայի համար հարմարավետություն եւ հոգեկան հանգստություն ապահովելու համար։ Կույսեր, կարիերա, որը պահանջում է համակարգված մոտեցում։ 2026 թվականին կույսերը կբախվեն իրենց մասնագիտական ուղղությունը վերակառուցելու անհրաժեշտության հետ։ Հին աշխատանքային մեթոդները այլևս չեն տալիս սպասվող արդյունքները, իսկ նոր մոտեցումները պահանջում են զգույշ կիրառում։ Սա այն ժամանակն է, երբ հմտությունների եւ հեղինակության վրա հետեւողական աշխատանքը առավելություն կտա։ Առաջադեմ վերապատրաստումը, վկայագրերը կամ տեսանելի նախագծերում ռազմավարական մասնակցությունը կհարթեն կայուն առաջխաղացման ճանապարհը։ Այնուամենայնիվ առաջխաղացումը միանգամից չի գա։
անհրաժեշտ կլինի համբերություն եւ արդյունքները փաստաթղթավորելու ունակություն։ Կարևոր է կենտրոնանալ երկարաժամկետ ազդեցություն ունեցող նախագծերի վրա եւ խուսափել փոքր առաջադրանքներով շեղվելուց։ Մասնագիտացման փոփոխություն մտցնողների համար 2026 թվականը կապահովի պայմաններ անվտանգ անցման համար նոր ոլորտում կեսդրույքով աշխատանքի կամ փորձնական նախագծերի միջոցով։ Համակարգված մոտեցումը, մանրամասներին ուշադրությունը եւ գործընթացները կառուցելու ունակությունը կերաշխավորեն, որ այս փոփոխությունները կդառնան կարիերայի ավելի բարձր փուլի մեկնարկային հարթակ։ Կարիճներ։ Հանգիստ կայունացում։ Հանգստություն աշխատանքի միջոցով կարիճները կզգան ներքին խաղաղության եւ իրենց մասնագիտական կյանքի միջև ամուր կապ։ Կառուցվածքային աշխատանքային պրակտիկան կսկսի հուզական թեթևացում բերել։ Ձեզ համար 2026 թվականը կարող է լինել աշխատանքի հին հակամարտությունները լուծելու եւ ավելի ներդաշնակ ռիթմեր հաստատելու ժամանակ։ Սա կտրուկ գործողությունների ժամանակը չէ, այլ նուրբ ճշգրտումների։ Դուք կվերացնեք ավելորդ տարրերը, գործընթացները կդարձնեք ավելի թափանցիկ եւ կսովորեք ձեր էներգիան ուղղել այնպիսի առաջադրանքների, որոնք արդյունքներ են տալիս առանց մշտական ներքին խառնաշփոթի։ Հնարավոր են էմոցիոնալ լարվածությունը նվազեցնելու առաջարկներ, ինչպիսիք են պարտականությունների վերաբաշխումը, թիմի հետ փոխազդեցության ձևաչափի փոփոխությունը կամ հստակ սահմանների ներդրումը։ Կարևոր խորհուրդ. ուշադրություն դարձրեք հանգստի ռեժիմներին եւ վերականգնման մեթոդներին։ Մշտական ինքնախնամքը թույլ կտա ձեզ արդարողականությունը մնալ կայուն եւ հանգիստ երկարաժամկետ հեռանկարներում։ Այծեղջյուրներ։ Շահույթը ռազմավարությամբ։ Այծեղջյուրները 2026 թվականին կունենան իրենց եկամուտը մեծացնելու բարենպաստ հնարավորություններ, բայց ռազմավարական մտածողությունը գլխավորն է։ Միանվագ հաղթանակները օգտակար կլինեն, բայց իրական շահույթը կգա մտածված քայլերից։ Բիզնեսում վերաինվեստիցիաներ կատարելը, հաճախորդների բազան ընդլայնելը եւ բիզնես գործընթացների օպտիմալացումը։ 2026 թվականից սկսած դուք կկարողանաք կնքել համաձայնագրեր, որտեղ երկարաժամկետ օգուտները գերազանցում են կարճաժամկետ պարգևատրումները։ Ձեռնարկատերերի համար սա մասշտաբավորման եւ արդյունավետության բարձրացման ժամանակ է, իսկ աշխատակիցների համար պատասխանատվության եւ վարձատրության պատշաճ մակարդակի շուրջ բանակցելու հնարավորություն։ Ֆինանսական որոշումները պետք է հիմնված լինեն հաշվարկների եւ մասնագիտական խորհրդատվության վրա։ Հարկային պլանավորումը, ռիսկի գնահատումը եւ իրացվելիության հաշվարկները կդառնան ձեր գործիքները։ Արդյունքում դուք ոչ միայն կբարձրացնեք ձեր եկամուտը, այլև կամրապնդեք այն կառուցվածքը, որը կաջակցի այս աճին առաջիկա տարիներին։ Ջրհոսներ։ Կարիերայի անցում, երբ աշխատանքը փոխվում է։ Ջրհոսների համար 2026 թվականը կարող է լինել մասնագիտական փոփոխությունների տարի։ Նոր պաշտոնի առաջարկից մինչև այլ ոլորտ տեղափոխվելու ամբողջական հնարավորություն։ Այս ժամանակը բարենպաստ է նրանց համար, ովքեր պատրաստ են թարմացնել իրենց մասնագիտական դերը, անցնելով ավելի ճկուն աշխատանքային ձևաչափերի, աշխատելով որպես ազատ մասնագետ կամ մասնակցելով նորարարական նախագծերի։ Այնուամենայնիվ, այս փոփոխությունները կպահանջեն նախապատրաստություն, պորտֆոլիոյի կառուցում, ձեր ցանցի թարմացում եւ մտածված կերպով ձեր հետաքրքրությունների մասին հաղորդակցում։ Դրամատիկ փոփոխությունները կարող են արդյունավետ լինել, բայց աստիճանականությունը կապահովի կայունություն։ Փորձեք նոր ձևաչափը կեսդրույքով, գնահատեք շուկայի արձագանքը եւ միայն դրանից հետո կատարեք վճռական քայլը։ Կարևոր է նաեւ համաձայնեցնել պայմանները, ժամկետները, աշխատավարձը եւ պարտականությունները ապահովելու համար, որ փոփոխության ներուժը չվերածվի անորոշության։ Ջրհոսի համար 2026 թվականին կարիերայի հաջող փոփոխությունը կպահանջի փորձարկելու պատրաստակամության եւ լավ մտածված գործողությունների օրակարգի համադրություն։